Զվարթնոցի տարածքում պետք է գործի այդ համակարգի ներդրումից հետո թանկարժեք մետաղների առևտրի միջազգային կենտրոն, որը ներառելու է 1 գրամ ոսկու հետ կապակցված ազգային կրիպտոարժույթ, որը հետագայում կարող է ծառայել որպես խնայողությունների և գործարքների գործիք։ Սա ժամանակակից բիզնեսի ներդրման հնարավորություն է։ Պետականորեն ներդնել կրիպտոարժույթ, ոսկու հետ կապված, որը պատկերացնեք միջազգային շուկայում ինչ պահանջարկ կարող է վայելել և ինչ արժեթղթային համակարգ զարգացնել ամբողջ աշխարհում։ Այս գոտու շրջանակներում կգործի առաջինը թանկարժեք մետաղների մեծ անվտանգ պահեստարան։ Դրա օրինակը կա Սինգապուրում, ովքեր հետաքրքրվել են կամ ովքեր եղել են Սինգապուրի օդանավակայանում անմիջապես գործում են միջազգային պահեստարաններ, որտեղ պահվում է ոսկի և այլ թանկարժեք մետաղներ։ Մենք այդ հնարավորությունը ունենք, նաև Զվարթնոցի ֆունկցիոնալությունը ապահովելու համար տարածքը կա, ներդրումներ են պետության կողմից այդ համակարգը ներդնելու համար։ Հենց Սինգապուրի օրինակով։ Երկրորդը հումքի վերամշակման և թանկարժեք մետաղների ջարդոնի ձուլակտորների ու մետաղադրամների վերացման համար նախատեսված վերամշակման գործարան, որը կօգնի աջակցել ոսկե կրիպտոարժույթի թողարկմանը։ Վստահեցնում եմ ձեզ, հայկական ոսկով, նաև միջազգային ոսկով ապահովագրված կրիպտովալյուտան միջազգային վճարամիջոց է դառնալու, եթե մենք խելքներս գլուխներս հավաքենք և նորմալ բիզնես կարողանանք վարել։ Դրա փորձը և հնարավորությունները կան և այդ հնարավորությունները պետք է օգտագործել։ Հաջորդը ստեղծել թանկարժեք մետաղների և կրիպտոարժույթների շրջանառության համար առավել բարենպաստ օրենսդրություն, որը կօգնի Հայաստանը վերածել տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի։ Սա իհարկե պահանջում է առանձին օրենսդրական կառուցակարգեր, նորմատիվ իրավական ակտեր, բայց եթե պետությունը այս գործը կարողանա կյանքի կոչել, այս գաղափարը, իսկ մենք դա անպայման անելու ենք, ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանը միջազգային կոտիրովկաների մեջ է մտնելու, եթե դու ուղիղ փոխկապակցում ես կրիպտովալյուտան ոսկու հետ։ Իսկ այդ հնարավորությունը մենք ունենք։ Սա Զվարթնոցի մասով։